ինձ համար շատ տպավոր է։ Հայտնի է, թե ինչու Հայաստանում թոշակները չեն բարձրանում։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսվել է իր հերթական տպավորիչ բացահայտմամբ, պատմելով մի թոշակառուի մասին, ով 50,000 դրամ թոշակի կեսից ավելին ծախսում է ջեռուցման վրա, բայց միևնույն է մրսում է։ Ըստ Փաշինյանի, եթե թոշակը բարձրացնեն 20,000 դրամով, քաղաքացին ուղղակի ավելի շատ փող կծախսի էլեկտրաէներգիայի վրա, քանի որ տան դռներից ու պատուհաններից ծառը օդ է գալիս։ Հետևաբար ավել փող տալու փոխարեն պետք է էներգետիկ վերափոխում անել, որպեսզի մարդիկ ավելի քիչ ծախսեն ու ավելի տաք ապրեն, ինչը ըստ վարչապետի պահանջում է լուրջ վերլուծական եւ ինտելեկտուալ աշխատանք։ Եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետեւ այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։